Ողջույն բոլոր ծանոթ, անծանոթ իմ հայրենակիցներին։ Քաղաքականությունից, անցուդարձերից, այդ ամեն ինչից խոսել չեմ ցանկանում։ Քաբլիցի այնքան մարդիկ են այսօր խոսում, այնքան մարդիկ են ներկայանում, թե նման տեսաուղերձներով, թե գրառումներով, ով ինչպես կարողանում է։ Առանց էնել ամբողջ, այսպես հանրության տրամադրությունը, ուշադրությունը բևեռված է այդ քաղաքական անցուդարձերին, ինչը ես օրինակ համարում եմ բավականին վտանգավոր երևույթ։ Այո, դա շատ վտանգավոր է։ Մարդկանց այսօր մի տեսակ կտրել ենք ամեն ինչից, մշակութային կյանքից, դժվարությունների մեջ առավոտից մինչ գիշեր մարդիկ կան ամբողջ օրվա ընթացքում, այսպես դժվարությունների մեջ պտտվում են, չեն ստանում լիցքեր այդ մարդիկ, չեն ստանում որևէ լրացնող, հարստացնող, դրական էներգիա պարունակող, կարևորագույն այդ պահանջները չեն ստանում մարդիկ։ Եվ ինչ է արդյունքում ստացվում։ Արդյունքում ստացվում է, որ մարդիկ գնալով չարանում են, մարդիկ գնալով փոխվում են, բնույթը փոխվում է մարդու, անդադար այդ դժվարությունների մեջ գտնվելով եւ չստանալով դրա դիմաց ոչ մի բան, ոչ մի դրական բան, հարստացնող, հանգստացնող, լրացնող, որևէ դրական բան։ Ես միշտ ասում եմ, ինչ են մտածում մեր իշխանությունները։ Այսպես ինքնահոսի թողած քաղաքականություն, այստեղ երթ, այնտեղ չգիտեմ ինչ միտինգ, այստեղ բողոք, չգիտեմ, այս ամեն ինչի մեջ մենք ապրում ենք բավականին երկար տարիներ արդեն։ Եվ ինչ ենք ստանում դրա դիմաց։ Կար մի ժամանակ, երբ որ դահլիճները լցվում էին եւ ինչ որ պարային, այսպիսի տրամադրություններով։ Մարդիկ գնում էին պարելու համար։ Ինչ էին ստանում հոգեպես, ինչ էին վերցնում այդ ամեն ինչից։ Չոր ու ցամաքությունից ի վերջո մարդկային ներսը սկսում է չորանալ, ներսն էլ է սկսում չորանալ եւ դատարկվել։ Եվ ինչ է դեպքում տեղի ունենում, տեղի ունենում այն, որ մարդն ուղղակի գնալով, դատարկելով իր ներսը եւ կրկնում եմ, փոխարենը ոչ մի բան չստանալով, միայն դատարկելով, մարդը սկսում է փոխվել, նա սկսում է չարանալ։ Այդ չարության ազդեցության ներքո նա սկսում է չարախնդալ, չարախոսել, չարակամություն, այսպես իր ներսում կուտակել։ Լավ, իսկ իշխանությունները, երկրի իշխանությունները ինչ են մտածում այս ուղղությամբ։ Չէ՞ որ այդ մշակութային կյանք, որ մենք ասում ենք, մշակութային կյանքը հենց այդ լրացնող կարևորագույն միջոցն է, հնարավորությունն է։ Մարդու ներսը հարստացնելու, մարդու ներսը հանգստացնելու, դրական լիցքեր փոխանցելու, արժեքներ ձևավորելու, կարևորագույն մի, ուրեմն, ինչպես կոչեմ, կառույց կոչեմ, չգիտեմ, պահանջ կոչեմ, ինչ կցանկանաք կոչեք, բայց մշակույթի ոլորտը, մշակույթը ինքնին կարևորագույն է հենց մարդու ներսի համար։ Առանց որի դու միջավայր չես կարող ստեղծել, միջավայր չես կարող կառուցել։ Ինչ արժեքների հենքին ես կառուցում այդ միջավայրը։ Ինչ ունես այսօր դու, հարգելի հանրություն, քո ավանդույթներից, ինչ ես պահպանել։ Երիտասարդության խնդիրն է ինչ շատ մտահոգում։ Վերջերս պարբերաբար եւ հաճախակի եմ առնչվում, շփվում երիտասարդության հետ։ Գիտեք, նախ որակականի մասին չխոսեմ, այսպես սկսած հասարակ փոխհարաբերություններից, այսպես շփումներից։ Դուք ինչ է, այս ամեն ինչը չեք նկատում, հարգելիներ։ Չեք տեսնում, թե ինչ որակներ ենք մենք փոխանցել մեր երիտասարդ սերունդներին։ Այս միջավայրի մեջ մեր զավակները պետք է ապրեն։ Մեր թոռները պետք է ապրեն, ի վերջո մենք ենք ապրում այս որակների մեջ։ Ինչ հարգանք կա,
ավակ կրտսեր փոխհարաբերություններ, արժեքների իմացություններ, մայրենի լեզվի տիրապետում, այլապես ինչպես պետք է փոխհարաբերվես, ինչպես պիտի հաղորդակցվես։ Եթե դու քո մայրենի լեզվին չես տիրապետում, վերցնում ես առօրյա խոսակցականը եւ վերջ։ Ես դիմում եմ բոլոր խելամիտ հայերին, մտածեք այս ուղղությամբ, սիրելիներ, կգա մի ժամանակ, երբ մենք ցավոք սրտի այստեղ կախման կետեր։ Բարին ընդ ձեզ, լավ եղեք։